Վարպետի Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական հրատարակությունների շարքի նոր գիրքը Սոֆիա Ավետիքի բարի հրեշտակը մենագրությունն արդեն ներկայացվել է ընթերցողի գնահատմանը։ Այս գրքի հրատարակությունը հեղինակի բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր վարպետի թոռ Ավիկ Իսահակյանի վաղեմի երազանքն է։ Սիրելի տատիկի օրինակելի եւ նվիրյալ կերպարը նրա կյանքի պատումը ներկայացնել լայն լսարանին։ Ներքին պահանջ ունեի Գիտեք այն օրվանից, որ ընդհանրապես ես սկսեցի գրել, զբաղվել գրականությամբ, դառա գրչի մարդ, իմ մոտ կար այսպես հոգևոր անհրաժեշտություն, որ մեր ժողովրդին հայտնել վարպետի կնոջ մասին։ Մեր հայերի մեծ մարդկանց կանանց մասին ժողովուրդը շատ քիչ գիտի։ Թումանյանի կնոջ Օլգա Մայրիկի մասին Մինկաթորնիկը Իրման գրել եւ ընդհանրապես այդ մեծերի այդ աստիճանի մեծի կին լինելը դա ծանր պարտականություն է, դա պատասխանատու գործ է եւ այս տեսակետից ես պետք է ասեմ, որ վարպետ Ավետիք Իսահակյանի բախտը շատ էր բերել։ Գրեթե կես դար 47 տարի Սոֆիա Քոչարյանցը եղել է վարպետի պահապան հրեշտակը, նրա դեգիրումներով լեցուն կյանքի հանդավաճան ուղեկիցն ու հավատարիմ ընկերը, ինչպես եւ մյուս մեծերի տիկնայք Սոֆիա Տոլստոյան, Օլգա Թումանյանը, Լուսիկ Սարյանը, Սոֆիա Իսահակյանը նույնպես արել է ամենը վարպետին կենցաղային հոգսերից ազատելու եւ նրա ամբողջ ստեղծագործական ներուժը բացառապես գրականությանը նվիրելու համար։ Իսահակյանի շուրջ պտտվող լեգենդներից մեկն էլ այն է, որ նա երբևէ հացի խանութ չի մտել եւ չի իմացել հացի գինը, իսկ միակ խանութը, որ տիկին Սոֆիկը նրան թույլ էր տալիս մտնել, գրախանութն էր։ Չի իմացել հացի գինը, հացի գնա չի թողել, որ նա մտնի հացի մի խանութ թողնում էր, ասիկը գրում է, դա գրքի խանութներն էին եւ դրսում էլ այդպես եղել։ Ավիկ Իսահակյանը մեծ երախտագիտությամբ է փաստում, որ հենց շնորհիվ տատիկի ինքը դեռ վաղ պատանեկան տարիքում մուտք գործեց վարպետի ստեղծագործական աշխարհ, հաղորդակից եղավ նրա գրական լաբորատորիային եւ անդառնալիորեն սիրեց վարպետի մեծ գրականությունը։ Ես պարտական եմ տիկին Սոֆիկին, որ վարպետի մայից հետո դպրոցի վերջի դասարաններում էի, նա ամեն օր առավոտ 12-ից եւ երեկոյան նստած նայում էր, կարդում էր, մի օր էլ կանչեց Հավիկ ջանարի գողքս մի աթոռ դիր նստիր, միասին նայենք ավոյի թղթերը։ Եվ այդպես ես մտա այդ սուրբ աշխարհը։ Գրքի շապիկը ձևավորվել է Երվանդ Քոչարի հեղինակած Սոֆիա Իսահակյանի դիմանկարով, որը տարածական նկարչության հիմնադիրը ստեղծել է 1927 թվականին Փարիզյան հանդիպման ընթացքում։ Նոնե Ալեքսանյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։